Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի հետ։ Պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաֆարյան, այսօր ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով նաև Թուրքիայի հետ բանակցությունների ներկայացուցիչն է, առհասարակ արտաքին բլոկ, այսպես ասած, պատասխանատուն, այսպեսի հայտարարություն արեց, որ դրական ազդակներ կան, դրական առաջընթաց կա Թուրքիայի հետ բանակցություններում, օրինակ, թեև շատ մանրամասներ չբացեցա, ինչ ժամկետում է դա, այսպես, ինչ ժամկետում է դա հնարավոր, բայց ասեց, որ Թուրքիան Ալիջանի անցակետն է վերականգնում։ Եթե սա դիտարկենք ավելի վաղ, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ տարեսկզբին 26 թվականի դրական, այսպես ասած, խորհրդանշական քայլեր են սպասում։ Արդյոք այս համատեքստում կարող ենք դիտարկել ու առհասարակ այս տարի հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցություններում այսպես ինչ զարգացումներ կարող են լինել, ինչի սպասենք։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, ուզում եմ ասել, որ Եվրասիական փորձագիտական ակումբի, որի համակարգողն եմ ես, եւ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի շրջանակներում մենք իրականացնում ենք եւ թուրքական եւ ադրբեջանական եւ տարածաշրջանի մյուս երկրների լրատվական տեղեկատվական վերլուծական հոսքերը եւ ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին, դինամիկ շատ փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ ես հիմա կուզեմ շատ կարճ դրանք ամփոփել։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, տեսեք, դիսկուրսի մեջ մեր հասարակական քաղաքական կա ավանդական պատկերացում այն մասին, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ իր սահմանները այն ժամանակ, երբ Ադրբեջանը նրան կխնդրի այդ մասին եւ երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները արդեն կարգավորված կլինեն։ Ինքը նախագահ Էրդողանը 2023 թվականին պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ կբացվի Հայաստանի հետ սահմանները, շատ կարճ պատասխանել էր, հենց որ ինձ զանգի նախագահ Ալիևը։ Հիմա բայց դինամիկ զարգացումներ են տեղի ունենում եւ մենք ունենք տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է նաեւ ինքնուրույն հետաքրքրություն ցուցաբերել եւ ակտիվություն ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Հիմա տեսեք, ուրեմն նախ Թուրքիան անպայման ուզում է, որ Հայաստանով անցնեն ամենակարճ ճանապարհները, որը Թուրքիան եւ Նախճեվանի ինքնավարությունը կապում է բուն Ադրբեջանի հետ։ Երկրորդը հարավային Կովկասը Թուրքիայի աճող քաղաքական հնարավորությունների դիտարկվում է որպես մեծ միջին միջանցքի շատ կարևոր մաս։ Սա այն միջանցքն է, որը կապելու է Եվրոպան եւ Առաջավոր Ասիան հարավային Կովկասի միջոցով շրջանցելով Ռուսաստանը կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ։ Եվ վերջապես սա կարևոր է այն իմաստով, որ Թուրքիան ինքը որպես արևելքի նկատմամբ Իրանից արևելք գտնվող թուրքական երկրների նկատմամբ ավագի ամենաուժեղի ինտեգրացիոն կենտրոնի եւ ինտեգրատորի ուզում է դերակատարություն ունենա եւ այդ ճանապարհին նրան պիտի խանգարող չլինի։ Ես հիմա տեսեք չեմ օգտագործում պանթուրքիզմ արտահայտությունը, չեմ օգտագործում Թուրքեստան արտահայտությունը, չնայած տեղյակ եմ, որ անցած շաբաթից Թուրքիայի ակադեմիական շրջանակներում որոշել են, որ այսուհետև կենտրոնական Ասիա արտահայտությունը այլևս չեն օգտագործելու, որովհետև դա արտաքին աշխարհի փաթաթած ուրեմն հարկադիր տերմիններ են, որով թաքցրեն իսկականը։ Իսկ իսկական այն է, որ ավանդաբար թուրքական աշխարհի աչքում այդ տարածաշրջանը միշտ կոչվել է Թուրքեստան, որը հետևաբար Թուրքիան ունի հետաքրքրություններ կենտրոնական Ասիայի նկատմամբ եւ կենտրոնական Ասիա հասնելու ունի մի ճանապարհ Ադրբեջանի վրայով, իր հերթին Հայաստանի վրայով։ Սա ամենամեծ հետաքրքրությունն է ուրեմն Թուրքիայի, որը որ այս պահին կա։ Հիմա ես ինչ եի ուզում ասել, մենք ավանդաբար ասում ենք, որ Թուրքիան սպասում է Ադրբեջանի ազդանշանին, իսկ ես հիմա կարող եմ ասել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիան կարող է նաև ուրեմն ինքնուրույն հետաքրքրություն ունենալ Հայաստանում, փորձելով
բարձրացնել Հայաստանի այսօրվա իշխանության դերը, տեղը, ազդեցությունը։ Եվ դրա համար ինչ է պետք։ Դրա համար պետք է որ հայ-թուրքական հարաբերությունները վերջապես պրոգրես լինի։ Վերջապես լինի սահմանների բացման տեսքով։ Հիմա տեսեք, մենք ունենք երկու բլոկ խնդիր։ Առաջին բլոկ խնդիրը դա երկաթուղին Գյումրի Կարս եւ Մարգարա Ալիջան ավտոճանապարհի բացման խնդիրն է, այսինքն սա վերագործարկումն է, ինչ որ մենք այս 1993 թվականի մայիս ամսից մենք ասում ենք, այսինքն արես 33 տարի մենք խոսում ենք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից այս ճանապարհը փակված է եւ սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու մեխանիզմ էր, որպեսզի Հայաստանը միակողմանի զիջումների գնա Ադրբեջանին Ղարաբաղյան ուրեմն թեմայով Ղարաբաղյան հարցի լուծման այդ ամբողջ գործընթացի ծիրի մեջ։ Հիմա երկրորդը դա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցն է։ Թուրքիան ճանաչել է Հայաստանը 91 թվականի վերջին, բայց դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել եւ նորից պայմանավորել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ։ Եվ այդպես էլ ավանդաբար ընդունված է եղել ասել, որ երբ որ մենք Ադրբեջանի հետ կկարգավորենք մեր հարաբերությունները, երբ որ մենք պայմանագիր կստորագրենք Ադրբեջանի հետ խաղաղության մասին, երբ որ Ադրբեջանը կորոշի բացի սահմանները Հայաստանի հետ, այդ ժամանակ էլ Դե դա Թուրքիան բազմիցս բացահայտ հայտարարել է, որ քայլերը հիմա եկել է այդ պահը, որ մենք դեռ 25 թվականի վերջից սպասում ենք, թե որն է լինելու այդ առանձնակի յուրահատուկ ուրեմն բաներ իրադարձությունները, որոնք նշանավորելու են 26 թիվը մինչև մեր խորհրդարանական ընտրությունները եւ տեսնում ենք որ այո հնարավոր է որ այս անցակետը որը ինչպես գիտեք արդեն գործում է երրորդ երկրների քաղաքացիների համար եւ դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր ունեցող մարդկանց համար բաց է այդ անցակետը կբացվի նաև սովորական քաղաքացիների համար։ Ես կարծում եմ, որ պետք է ուշադիր լինենք այս մի քանի ամիսը։ Մեր հայտնի է, որ այդտեղ նոր երկաթու ինչպես Հայաստանի վարչապետն է ասել, նոր կամուրջ կառուցվի, որպեսզի թողունակությունը մեծացվի, այդտեղ պետք է որ ուրեմն վերականգնվի, ուրեմն վերանորոգվի եւ մեծացվի անցակետը, որ համապատասխանի շահեն, սրանք բոլորը լինող բաներ են, որտեղ լուծվող հարցեր են, եթե քաղաքական մակարդակում հարցը լուծվի։ Ուշադրությամբ պետք է հետևել այդ ցանկություններին։ Պարոն Սաֆարյան, այսօր շատ են ասում, որ Թուրքիան առանց ինչ-որ թաքցնելու, առանց ինչ-որ տողատակերի, հստակ իր հատկապես այս ընտրություններից առաջ Հայաստանում հստակ իր հարթություններով իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին։ Հիմա ուզում էի հասկանալ, այդ միտումը, մղումը ո՞րն է, որ հենց այս իշխանություններին Թուրքիան այդպես առերես, առանց թաքցնելու, բացահայտ շատ Ես կարծում եմ, որ դա գաղտնիք չկա, մենք ամենօրյա մոնիտորինգ ունենք ադրբեջանական եւ թուրքական մամուլի եւ ադրբեջանական եւ ավելի քիչ թուրքական մամուլում միանշանակ կարծիք կա որ այսօրվա Հայաստանի իշխանությունը ձեռնտու գործընկեր է իրենց ռազմավարությունները իրականացնելու կենսագործունեությունը իրականացնելու համար եւ որ եթե հանկարծ գալիք ընտրություններում հաղթեն այս իշխանության ընդդիմախոսները, ընդդիմադիրները, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ սահմանադրության բարեփոխումը կամ նոր սահմանադրության ընդունումը կձգձգվի կամ կվերանա եւ դա նորից դարվածություն կբերի տարածաշրջանում։ Դրա համար այն այստեղ թաքցնելու բան չկա։ Բայց իրոք դա այդպես է, եթե այդպես շատ են ինձ իշխանություններն են, ասում այդ տեսեք, եթե մենք չվերընտրվենք, գալու է պատերազմի իշխանություն, իսկապես այդպես է։ Ես դժվարանում եմ ասել, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն 10-ն էր գիշերը 9-ին ստորագրեցին համաձայնագրի, ամսի 10-ին էլ հայտարարություն արեց, որտեղ ասաց, որ կարևոր է այդ խաղաղության հաստատումը եւ ասաց, որ պատերազմի ռևանշի փորձը Հայաստանի համար կլինի աղետաբեր։ Ես ոչ բաժանում եմ այդ տեսակետը, ոչ էլ դրան դեմ եմ, ես ելնում եմ ապրիորի այն սկզբունքից, որ բոլոր արտասահմանյան ուժային կենտրոնների տեսանկյունից նոր պատերազմը Հայաստանի համար աղետաբեր կլինի։
Այսանից պետք է ելնել եւ ես կարծում եմ որ այս մտահոգությունը ունեն ոչ միայն ես, այլ նաեւ Հայաստանի ցանկացած պատասխանատու գործիչ։ Բայց խնդիրը այն է, հենց այդ թեզը, հա, որտեղից սկսվեց, որտեղից տարածվեց, որ մյուս կուսակցությունները կամ առհասարակ Հայաստանում կա քաղաքական ուժ, որ կողմ է պատերազմին, ու եթե այս իշխանությունները գնան ուրիշ կա, պատերազմ է լինելու։ Ես չեմ հանդիպել, բացի մի փոքր խումբ մարդկանցից, ովքեր որ դրանք ունեն համակված են այդ գաղափարով, որևէ պատասխանատու քաղաքական գործի ասույթում չեմ հայտնաբերել մինչև հիմա պատերազմի բացահայտ սկսման կոչ եւ դրա համար ես ինձ ավելի զգուշ եւ զուսպ կպահեի այդ գնահատականների մեջ, բայց միաժամանակ բացարձակ բառացիորեն ադրբեջանական կայքերում նորից նյութեր կային այն մասին, որ եթե այս Հայաստանի այս գործող իշխանությունը հեռանա եւ կա այլ իշխանություն, ուրեմն դա միանշանակ ուրեմն Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռնտու չի լինելու։ Պարոն Սաֆարյան, խոսենք TRIP-ի նախագծի հետ կապված, այսպես նոր զարգացումներ տեղի ունեցան այս տարեսկզբին, Վաշինգտոնում արտաքին գործերի նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը նոր հայտարարություն ստորագրեցին, մի շարք այսպես ասած կոմպոնենտներ հստակեցվեցին, ըստ որի 74% մասնաբաժինը Միացյալ Նահանգներինն է լինելու, մնացած 26% մասնաբաժին Հայաստանին, սկզբնական փուլում մասնավոր օպերատորներ են, հա, այսպես ստեղծվելու, ովքեր այնտեղ շինարարական աշխատանքներ կանեն ու առաջին փուլով 49 տարի ժամկետով փաստորեն վարձակալության է տրվում ու բացի այստեղ գործելու է front office back office, հա, այդ մեխանիզմներն են գործելու։ Հիմա ուզում եի սրա հետ կապված շատ է քննադատվում, որ Հայաստանը իր ինքնիշխան տարածքը տալիս է այլ պետության, այն էլ գիտենք, որ նախնական համաձայնեցվածը մոտ 90 տարի ժամկետով է վարձակալության ժամկետը։ Ու այս 99 տարի ներողություն, սրա հետ կապված ինչ վտանգներ կան ու առհասարակ ինչ այսպես նախադրյալներ, զարգացումներ։ Վտանգները աշխարհակաղակական, շնորհակալ եմ հարցի համար, վտանգները աշխարհակաղակական բնույթի են։ Պետք է ընդունվի վերջիվերջո այնպիսի որոշում, որ տարածաշրջանի բոլոր ուժերին կամ ուժերի մեծ մասին ձեռնտու լինի։ Այնպիսի լուծում, որի ժամանակ միջազգային լարվածությունը աճելու է ոչ թե նվազի եւ բարդությունները ավելի շատանալու են ոչ թե պարզեն, այդպիսի որոշումը խելամիտ խելացի չի լինելու։ Այսօր փոխոսնակը նույնու մասին նշեցինք սկզբում Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ Հայաստանը վետոյի իրավունք է ունենալ, այսինքն եթե TRIP-ի հետ կապված, եթե առանց Հայաստանի որոշում չի կարող ընդունել։ Ավելի լավ, բայց հարցը հետեւյալումն է, կարևոր է, որ Հայաստանին որպես դերակատար պահել են գործարքի մեջ, դրան տալով 26%։ Դա պահել են գործարքի մեջ, ասել են դու կողմ ես։ Այս երկրի տերն ես եւ քո ինքնիշխանությունը ներկայացված է 26%-ով։ Մնացածը իրականացնում են ամերիկյան կազմակերպությունները, ուրեմն օպերատորները, այսպես ասած, այս միջանցքի։ Հիմա եկել է ամենապատասխանատու կենսագործելու ժամանակը, այսինքն վերականգնել ճանապարհները, դրանք ուրեմն զինել ժամանակակից տեխնոլոգիաներով եւ բացել այն մեծ ճանապարհները, որոնք որ աշխատեցնելու են այս TRIP-ը։ Ստեղ ինչ խնդիրներ կա։ Ուրեմն Ռուսաստանի խնդիրը։ Ռուսաստանը բացահայտ դեմ չի խոսել երբեք TRIP-ին։ Ավելին ինչ որ մի ժամանակ հետաքրքրված երբեք բացահայտ չի խոսել, որտեղ Պուտինը չի ուզենա հարաբերություն փչացնի այս հարցով Տրամպի հետ, չի ուզենա։ Բայց Ռուսաստանն ասել է եկեք խոսենք։ Մենք ստեղ ինչ ասում Ռուսաստանը, ասում է 20 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի կողմ եմ ես։ 3 երկրների փոխվարչապետների խորհուրդն է աշխատում սահմանների վերաբացման եւ տրանսպորտային հանգույցների վերագործարկման ուղղությամբ։ Այդտեղ մեր Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն է նստած։ Արաքսի ափով ձգվում է 43 կիլոմետրանոց ռուսական սահմանապահ զորքերի ուրեմն գոտին, որը որ վերահսկում է Հայաստան-Իրան սահմանագիծը։
եւ հարավկովկասյան երկաթուղիները, որոնք որ 49 տարի կոնցեսիայով ժամանակին Հայաստանը տվեց Ռուսաստանին, փաստորեն այդ երկաթուղու հատվածն որպես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մեջ ենթադրվում է, որ նրանն է լինելու։ Հիմա Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ասելով, որ այ դուք իրականացնում եք կոնցեսիան, յուկաժդեն, հարավկովկասյան երկաթուղիները, խնդրում եմ, մենք խնդիր ունենք մի շարք հատվածներում երասխից սադարակ Մեղրիի շրջանում մենք ունենք խնդիր, ուրեմն այդ երկաթուղիները մոդեռնիզացնելու, թարմացնելու, եւ սա օպտիանի։ Ես գիտեք իմ ունեցած տեղեկություններով ռուսական հարավկովկասյան երկաթուղիները ազատ գումարներ չունեն, նրանք հազիվ ծերեցերին աշխատում են, դա էֆեկտիվ է, էֆեկտիվ չի, այդ մեր գործը չի, ես չեմ կարող ասել, ես դրա մասնագետը չեմ, դա պիտի տնտեսագետները գնահատական տան, ես կարող եմ ասել, որ առանց Ռուսաստանի կենտրոնական իշխանության ներգրավման ռուսական հարավկովկասյան երկաթուղիները դժվար թե կարողանան Հայաստանի իշխանությունների խնդրանքը բավարարել։ Այսինքն որպես երրորդ երկիր մասնակից կարող է Ռուսաստանը։ Լավ հարց է, որպես եւ ոչ միայն Ռուսաստանը, բայց հիմա տվյալ դեպքում Ռուսաստանից են խոսում։ Կարող է, բայց սա ինչ, բայց եթե դիմեն, իսկ եթե չդիմեն, իսկ եթե ամերիկացիները որոշեն, որ չէ, մենք ինքնուրույն պիտի անենք սա, դրա համար սա մի քիչ հիմա գիտեք մի քիչ օթային խոսակցություն, մի քիչ վաղաժամ, որովհետև այստեղ կա նաև Իրանի ֆակտորը։ Իրանի գործոնը շատ կարևոր է եւ ես ուզում եմ ասեմ, Իրանը իր մտահոգությունը հայտնեց, ասաց, որ մենք կասկածում ենք, որ Միացյալ Նահանգները կօգտագործի այս։ Հիմա տեսեք, հատկապես վերջի ապակայունացման ֆոնի վրա Իրանի ապակայունացման աննախադեպ ուրեմն քայքայման վտանգի առաջ այո, նաև ռետորաբանությունը կոշտացավ իրանական կողմի եւ նա երաշխիքներ է պահանջում, որ իր անվտանգությունը չի տուժի ընդունված որոշումներից։ Ես կարծում եմ, որ հայկական դիվանագիտությանը եւ ինչու՞ չէ նաև քարոզչությանը, եթե այդպիսին միջազգային ասպարեզում դեռ կա, շատ լուրջ անելիք է սպասում, որովհետեւ պետք է ստանալ բարյացակամությունը մեր կարևոր ավանդական գործընկերների, առաջի հերթին Ռուսաստանի, դրանից հետո նաև Իրանի Իսլամական Հանրապետության, որովհետև առանց այդ համագործակցության եւ առանց այդ մասնակցության հանդեպ բարյացակամ վերաբերմունքի դժվար է պատկերացնել, որ այդ ահռելի միջանցքը, որը էդ էլ ասեմ ձեզ, մեր նախնական հաշվումներով մոտակա 1-2 տարին հսկի կարող է հələ դիվիդենդ չբերի էլ։ Մեղրիի միջանցքը կարող է, երբ որ գործարկվի, դրանից հետո դեռ երկար ժամանակ վնասով աշխատի։ Դա հիմնված է նախադեպային պրակտիկայի վրա, Վրաստանով անցնող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որը ինչ աղմուկով, ինչ աղաղակով ժամանակին շահագործվեց, որ պետք է Վրաստանը կապվի Թուրքիային եւ Ադրբեջանի հետ, 23-24 թվականին վնասով է աշխատել։ Վնասով է աշխատել եւ հիմա մտածում են, էլ ինչ բարձեն, էլ ինչ տեղափոխեն այդ երկաթուղով, որ այդ վնասը կարողանան կոմպենսացնել։ Դրա համար կան նաև հաշվումներ եւ դա մենք չենք արել այդ հաշվումները, այդ հաշվումները ասում են, որ առաջի տարիներին նույնիսկ 19-20 միլիոն դոլարից ուրեմն մուտքերը մաքսային հարկային այդ միջանցքից դեռևս կարող են չգերազանցել։ Իսկ այդտեղ շինարարությունները ամերիկացի 170 միլիոն դոլար փող են հատկացել Մեղրիի այդ 43 կիլոմետրանոց տրիպի շահագործման համար 170 միլիոն դոլար ներդրում են անելու, քանի տարում են հետ ստանալու։ Սրանք հարցեր են, որի պատասխանը դեռ չկա, որովհետև քաղաքական դիվիդենդը այնքան մեծ է եղել, որ տնտեսական հաշվարկ ոչ ոք չի արել։
բողվել է երկրորդ պլան, ասա դե լավ կլինի էլի, դե որ այսքան տարի ասում են, մեկը ասում է բացեք իմ շրջափակված Նախճեվանը, մյուսը ասում է երկու կողմից շրջափակված են Թուրքիայի, Ադրբեջանի կողմից կիսա ուրեմն շրջափակված պետություն են, կիսա բլոկադայի ենթարկված, բոլորը դժգոհ են, դե բերեք քանդենք, կապսենք, տեսնենք հետո ինչ կլինի։ Պարոն Սաֆարյան, իդեպ այդ ապա շրջափակման հետ կապված այնպես հակասական հայտարարություններ են հնչում։ Մեկը մի կողմը ասում է, որ այդ տեսեք, հեսա ճանապարհները ապա շրջափակվելու են, ներդրումների մեծ հոսք է գալի։ Միմը ասում է, տեսեք, այդ ճանապարհների ապա շրջափակումը թուրքական, այսպես ասած, շուկայի արտահոսքի է բերելու, այստեղ Հայաստանի տնտեսությանը մեծ վնասներ են հասցվելու, այսպես այնքան հակասական հայտարարություններ են հնչում, որ քաղաքացին, ով որ հետևում է, չի հասկանում վերջո ինչ է սպասվում, ինչ է տալու այդ ապա։ Ժամանակին մեր արած հաշվարկները ցույց են տվել, որ 1993 թվականից մինչև 2023 թվականը ընկած ժամանակաշրջանում նույնիսկ հայտարարված բլոկադայի եւ էմբարգոյի պայմաններում թուրքական ապրանքների ծավալը Հայաստան մտնող կազմել է մոտավորապես տարեկան 350-ից 400 միլիոն դոլար։ Իսկ այսօր ինչ որտեղ Իսկ 2023 թվականին, 24 թվականին եւ 25 թվականին տարբեր փորձագիտական հաշվարկներով այդ գումարները շատ մոտ են 600 միլիոն ամերիկյան դոլարին։ Սա դեռևս գոյություն չունեցող առևտրի, այսինքն լեգալ գոյություն չունեցող առևտրի պայմաններում։ Հիմա Թուրքիան հանձնարարել է իր ուրեմն համապատասխան ծառայություններին լեգալացնել առևտուրը Վրաստանի վրայով, առաջ ապրանքը բերում էին Վրաստան, մարկիրովկան փոխում էին որպես վրացական կամ ինչեր, ես ինչ գիտեմ, որ երկրի ապրանք մտցնում էին Հայաստան, իսկ հիմա դա գալու է որպես թուրքական ապրանք։ Եվ այդ ենթադրություն կա, որ որոշ չափով այդ ապրանքների ծավալը էլի կարող է մեծանալ, այո, բայց դա շատ ռեկորդային չի լինելու։ Չի լինելու նենց, որ ասենք 1 միլիարդից ավել լինի, չի լինելու, որովհետև պոտենցիալը այդպիսին է հայկական շուկայի։ Ժամանակի ընթացքում եթե լինեն այլ գլոբալ լուրջ նախագծեր, տրանսպորտային նախագծեր, էներգետիկ նախագծեր, ենթակառուցվածքային նախագծեր, այո, հնարավոր է, որ այդ ներդրումները լինեն շատ մեծ եւ այդ առևտուրը սկսի կազմել շատ ներշնչող լուրջ գումարներ, բայց այսօր մեր հայ-իրանական առևտուրը ավելի մեծ ծավալ ունի, քան հայ-թուրքական առևտուրը։ Այս տարվա անցած 25 թվականի փորձագիտական գնահատականներով, որոնք էլի եվրոպական մասնագետներն են հաշվել, այդ առևտուրը կազմում է մոտավորապես կազմելու է մոտավորապես 800-850 միլիոն ԱՄՆ դոլար ծավալ։ Այսինքն կատարվում է այն որոշումը, որ Փաշինյան-Փեզեշկյան հայտնի հանդիպման արդյունքում, երբ որ որոշվեց, որ առևտրի զարգացմանը զարգ տալ եւ այդ առևտուրը կարող է գերազանցի 1 միլիարդի սահմանները, մենք մոտեցել էինք արդեն այդ ծավալին, որ կարող է այդ նախանշված որոշումը իրականանալ։ Մի բան կարող է խանգարել։ Ամերիկյան այնպիսի մաքսային քաղաքականությունը, այնպիսի մաքսային տարիֆները, որոնք կստիպեն հայկական կողմին հեռու մնալ Իրանի այդ առևտրից։ Նման պահանջներ կդնի։ Հիմա տեսեք, հայ շատ հետաքրքիր հարց է։ Ես չասեմ, չգիտեմ։ 25% բանա դրել, տարիֆա դրել Միացյալ Նահանգները բոլոր երկրների վրա, ովքեր Իրանի հետ առևտուր ունեն։ 25%-ը, եթե գումարում եք մեր Ամերիկայի հետ առևտուրը, 25 թվականի տվյալներով պետք է որ կազմի մոտավորապես 260 միլիոն ամերիկյան դոլար։ 260 միլիոնի, ասենք, մի մասը մեր արտահանումն է, դրա վրա 25% տարիֆ եթե ավելացվի։ Դրա բացասական հետևանքները միանգամից չեն զգացվելու։ Զգացվելու են 2, 3, 4 տարի հետո։ Այդ ժամանակ արդեն իսկականից դա բեռա դառնալու առևտրի վրա։ Հիմա մտածելու բան է, ի վիճակի է արդյոք հայկական դիվանագիտությունը հաշվի առնելով իր ավանդական փաստարկները, երկրի ներսում դեմոկրատիա կառուցելու դժվարությունների, դժվարին աշխարհագրական շրջապատի, բարդ եւ ամերիկահայ լոբի գործունեությունը նպաստելու է արդյոք նրան, որ Հայաստանի հարցում Տրամպը այդ տարիֆը հանի, այդ 25%-անոց։ Ես օրինակ կարծում եմ, որ արժի փորձել եւ հայկական դիվանագիտությունը
եւ քաղաքական մակարդակով քաղաքական իշխանությունները միատի Ամերիկայում համապատասխան տպավորություն ստեղծեն, որ այո, այդ տարիֆները ի վիճակի են քանդելու հայկական տնտեսության հիմքերը եւ աղետ բերելու Հայաստանին։ Եվ պիտի խնդրեմ, որ ամերիկացիները դա չանեն։ Ես չգիտեմ ամերիկացիները ականջալուր կլինեն թե չէ, բայց փորձել արժի։ Պարոն Սաֆարյան, եւ արդեն վերջում էսպես ամփոփիչ, հա, քանի որ Հայաստանի տնտեսությունից խոսեցինք, հա, հայկական շուկայից, որքան էլ այսօր գործող իշխանությունները շատ հաճախ գիտենք, որ հնչում են անգամ բարձր պաշտոնյաներից հակառուսական հայտարարություններ տարբեր պաշտոնյաների ռուսաստանին մի կողմից էլ տարբեր հաշվարկներ փորձագիտական, հա, տնտեսագիտական ցույց են տալիս, որ այս օրերին հիմնական շուկան ապրանքների ներմուծման, առևտրաշրջանառության նույն ԵԱՏՄ-ն է, որի առանցքային դերակատար է, գիտենք, Ռուսաստանը, այսինքն մեծապես մեր տնտեսությունը շուկան կախված է հենց Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Տաղանդավոր հայ տնտեսագետներից մեկը երիտասարդ իմ ընկերներից լավ հայտնի եթերում եւ YouTube-ում ուրեմն գործիչ հայ ասել է, հաշվարկել է, որ վերջի 5 տարիների ընթացքում հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները աճել են 5 անգամ, իսկ վերջի 3 տարում Հայաստան-Եվրոպա առևտրատնտեսական հարաբերությունները նվազել են 5%-ով։ Հիմա այն պայմաններում, երբ հայկական առևտուրը Ռուսաստանի հետ չնայած ոսկու եւ ադամանդի 25 թվականին առևտրի բացակայության պայմաններին շարունակում է աճել եւ շարունակում է մեծ տեմպերով առաջ գնալ, ուրեմն հիմա խոսել նրա մասին, որ պիտի քանդել այս գիծը եւ տեղաշփոխվել դեպի Ամերիկա, ինքը բարդ բան է, բայց ես ձեզ ասեմ, մեր ժողովրդի հոգեբանությունն էլ պիտի լավ իմանալ, էլի։ Հիմա այն, որ մենք Ռուսաստանի հետ փոխշահավետ առևտրատնտեսական գործընկերություն ունենք եւ տնտեսական կատեգորիաներով անվերապահ ճշմարտություն է, որ մեզ ձեռնտու է։ Ձեռնտու է Եվրասիական տնտեսական միության մեջ մնալը, Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, բայց մեր հասարակ քաղաքացիներն ասում են, բայց ինձ ինչ օգուտ դրանից որ։ Օրինակ իմ օգուտն ինչ է, հանդարտենք Պողոսը գնաց Ռուսաստանում ծախեց իր մսամթերքը կամ կատնամթերքը կամ եսիմ ինչը, եկավ հարստացավ, փողերն էլ ուղարկեց մի մասը Ամերիկա, մի մասը Եվրոպա, չգիտեմ ինչ արեց, ինչ որ է, իմ օգուտն ինչ է։ Ես Եվրասիական տնտեսական միության տարբեր հարթակներում, թե փորձագիտական, թե հասարակական մթնոլորտում անցած տարիներին միշտ ասել եմ, շատ կարևոր է, որ եվրասիական ինտեգրացիայի հաջողությունները ազդեն բնակչության լայն խավերի սոցիալական վիճակի վրա, որ ժողովրդի զգալի զանգվածներ զգան իրենց կաշվի վրա այդ դրական փոփոխությունները, որ տարեստարի արձանագրում է Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական համագործակցությունը։ Քանի դեռ նրանք չեն զգում, այդքան ժամանակ նրանց համար խորթ է լինելու այդ վիճակագրությունը։ Մենք համոզվում ենք ձեզ հետ ամեն օր, որ երբ որ խոսում են գնալով ուժեղանում է, ասենք Ռուսաստանի հետ ապագան չկապող սկեպտիկների դիրքերը, շատ հազվագյուտ եթեր են ստանում մարդիկ, ովքեր հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության կողմնակից են, 1001 ենք լսում այդպիսի բաներ, եթերները դիրքորոշումները անհավասար են եւ նույնիսկ այս պայմաններում չի ասվում ամենակարևորը։ Պետք է ուսումնասիրել ինչն է պակասում այսօր հայ-ռուսական համագործակցությանը լիարժեք ժամանակակից նոր մակարդակի վրա կառուցելու խնդիրներին եւ ինչն է դրան խանգարում։ Մինչեւ այս հաշվարկումը մենք չկատարենք, ինչպես ասած, տեսքի բերենք մի հատ ամբարենք մի կողմում մեր առավելությունները, մեր հաջողությունները, մյուս կողմում մեր անհաջողությունները, ձախողումները, ուրեմն ֆեյքերը, որոնք որ մեզ
ստերեոտիպներ էին առաջացնում մեր մեջ եւ որոնք որ խոչընդոտեցին շատ մեր կարևոր ծրագրերի իրականացումներ, մի հատ դասակարգենք եւ տեսնենք իսկ նոր հարաբերությունների վրա, ինչպես որ այսօր Հայաստանի իշխանություններն են ասում, նոր մակարդակի վրա հնարավոր է արդյոք կառուցել հայ-ռուսական այնպիսի հարաբերություններ, որոնք օգտվեն բնակչության հնարավորինս ամենալայն զանգվածների իրական աջակցությունից։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Սաֆարյան, հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար, կհանդիպենք։